Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Աշխարհում կան միլիոնավոր բնակավայրեր, սակայն ընդամենը դրանցից մեկից Արցախ աշխարհի Չարդախլու գյուղից դուրս են եկել միանգամից երկու մարշալ՝ Բաղրամյանը եւ Բաբաջանյանը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Խորհրդային Միության զրատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս, մեր անվանի հայրենակից Համազազբ Բաբաջանյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ցիկլի պետ, փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանը եւ պատմաբան լրագրող Ասքանաս Աբրամյանը։ Բարի գալուս, հարգելի պարոնայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Համազազբ Բաբաջանյանի կյանքին եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Ականավոր զորահրամանատար Համազազբ Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականի փետրվարի 18-ին Հյուսիսային Արցախի Չարդախլու գյուղում։ Ավարտել է Երևանի Միասնիկյանի անվան Միացյալ հայկական զինվորական դպրոցը, ԽՍՀՄ զինված ուժերի Ֆրունզեի անվան եւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է գնդի, բրիգադի, կորպուսի հրամանատար։ Խորհրդային բանակի պատմության մեջ նրա ղեկավարած գունդն առաջիններից մեկն էր, որին շնորհվել է գվարդիայի կոչում։ Ակտիվորեն մասնակցել է Մոսկվայի եւ Կուրսկի ճակատամարտերին, Արևմտյան Ուկրաինայի եւ Լեհաստանի ազատագրմանը։ Դնեստրի հաջող գետանցման եւ անձնական արիության համար 1944 թվականին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Հռչակավոր բաբաջանյանական ռեյդի հեղինակ է։ Նրա կորպուսն առաջիններից մեկն է մտել Բերլին։ Հայրենական պատերազմի տարիներին նրա զորամասերը 15 անգամ արժանացել են Գերագույն գլխավոր հրամանատար Ստալինի շնորհակալագրին։ 1950-ից 59 թվականներին եղել է բանակի հրամանատար, Մերձկարպատյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի առաջին տեղակալ։ 1959-ից 67 թվականներին Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։ 1967-ից 69 թվականներին ԽՍՀՄ զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ։ 1969-ից 77 թվականներին Խորհրդային բանակի տանկային զորքերի պետ, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ։ Մահացել է 1977 թվականի նոյեմբերի 1-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը, որտեղ տեղադրված է հուշարձան։ Սերտ կապեր է պահպանել հայրենիքի հետ։ Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով եւ մեդալներով։ Արժեքավոր գրքերի հեղինակ է։ ԽՍՀՄ-ում, Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում թողարկվել են բացիկներ եւ նամականիշներ։ Նրա անունով են կոչվում հրապարակ Մոսկվայում, փողոցներ Երևանում եւ Օդեսայում։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության եւ ռազմական ակադեմիայի շենքերին փակցված են հուշատախտակներ։ Նրա անունով է կոչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկը։ Պարոն փոխգնդապետ, օրերս լրացավ Համազազբ Բաբաջանյանի ծննդյան 110-ամյակը, այլ այդ առումով մեր այս համեստ հաղորդումը նրա ծննդյան 110-ամյակին յուրօրինակ նվեր է։ Զրահատանկային զորքերի պատմության մեջ, մասնավորապես խորհրդային, ինչ խոս եղել են անվանի մի շարք անվանի զորահրամանատարներ, գեներալներ, մարշալներ, սակայն այդ բոլորից մեր հայրենակից Բաբաջանյան առանձնանում է նրանով, որ նախ երկու հոգի են արժանացել գլխավոր մարշալի կոչման, եւ այդ տեսանկյունից խնդրեի ձեզ ներկայացնեք Բաբաջանյան տանկից զորահրամանատարի նրա գործունեության առանձնահատկությունները, նախնական գնահատական ընդհանուր տակ։ Բաբաջանյանի մասին խոսելուց առաջի հերթին պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, ինչպես կայացավ մեր մարշալը, որովհետև դժվարություններ հաղթահարելը մանկուց նրա, ինչպես ասում են, անձը բնութագրող գլխավոր որակներից մեկն էր, որովհետև նոր էր ընդունվել Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասի դպրոցը, երբ ֆինանսական խնդիրների պատճառով, ընդ որում միայն ֆինանսական խնդիրների պատճառով, նա ստիպված եղավ թողնել դպրոցը, վերադառնալ գյուղ։ Թվում էր, թե ձախողումով սկսված կենսագրություն, որը ոչինչի չպետք է հասցնի, սակայն շարունակությունը եղավ էլ ավելի տարօրինակ, որովհետև նոր էր լրացել Համազազբ Բաբաջանյանի 17-ամյակը, երբ նրան իրենց համագյուղացի նշանավոր մարշալ Հովհաննես Բաղրամյանի եղբայրը Ալեքսեյը, որը Կոմերիտ միության
քարտուղարներ, առաջարկեց գնալ Երևան եւ Երևանում ընդունվել Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցը։ Եվ այստեղ հերթական խնդիրները ծագեցին, որը դժվարությունները հաղթահարելու առումով շատ բնութագրական է Համազած Բաբաջանյանին ներկայացնելու համար, որովհետև նախ սկսվեց նրանից, որ գյուղ խորհրդի նախագահը մի քանի օր չէր համաձայնվում 17 տարեկան երիտասարդին պատանուն տալ 19 տարեկանի վկայական, որպեսզի նա կարողանար ընդունվել ռազմական դպրոց։ Ապա թվում էր, թե մի քանի օրվա քաշքշուկից հետո մի կերպ ավարտել էր գործը, երբ երկրորդ խնդիրը ծագեց, որովհետև ես եւս ռազմական ուսումնական հաստատությունում եմ ծառայում եւ իմ համար ուղղակի անհասկանալի էր, որովհետև որպես մեր մարշալին բնութագրելու համար պետք էր ուսումնասիրել, տեսնել ինչ տեղի ունեցավ, որովհետև մեծ դժվարությունների գնով մի կերպ թվում էր, թե ստացել են, հաջողացրել են եւ տղան այդ փաստաթղթերը ունի, գնացել է Երևան եւ Երևանում չհամարձակվեց ընդունող հանձնաժողովը ընդունել Համազված Բաբաջանյանին ռազմական դպրոց։ Այսինքն պատանի երիտասարդ տարիքից այդ վճռակամությունը հաստատական եւ ամեն գնով դժվարությունները հաղթահարելու նրա ձգտումը շատ բնութագրական է առհասարակ հայ զինվորականին բնութագրելու համար ոչ միայն Համազած Բաբաջանյանին, այլ նաեւ նրա օրինակով։ Խնդիրն այն էր, որ տղային ընդունեցին 17 տարեկան պատանուն, ընդունեցին պայմանականորեն։ Տղային, որին ընդունեցին պայմանականորեն, կնքեցին ծիտիկ իր ընկերները, սա եւս տարօրինակ էր ու չի տեղավորվում մի տեսակ փոքր հասակի փոքր լինելու պատճառով, սակայն առաջին իսկ հրաձգության ժամանակ Համազած Բաբաջանյանը բոլորին հասկացրեց, թե ինքը ով է, որովհետեւ նա հրաձգության ժամանակ ոչ միայն ստացավ գերազանց, այլև 30 հնարավոր միավորից 3 կրակոց 10 միավորանոց համակարգում վաստակեց 30 միավոր։ Բոլորը միանգամից ձայները կտրվեցին, այդ քմծիծաղը, որ կար սովորաբար, որովհետև բոլորի համեմատ տարիքով փոքր էր եւ այլն, միանգամից վերացավ, ցույց տվեց, թե ինքը ով է։ 17 տարեկան երիտասարդի դեպքում մենք արդեն գործ ունենք հսկայական կամքի ուժի տեր անձնավորության մասին, որը բոլորին սովորեցնում ցույց է տալիս իրենց տեղը եւ այդ կազմակերպչական ջիղներ, որ հետո Համազած Բաբաջանյանին դարձրեց մեր փառավոր զորավարներից մեկը։ Պարոն Աբրամյան, մարշալ Բաբաջանյանը ճիշտ է այն ժամանակ դե իհարկե գնդապետ էր դեռևս, նրա ղեկավարած տանկային կորպուսը առաջիններից մեկը մտավ Բերլին եւ հենց այդ հերոսական խիզախ քայլն էլ շատ բարձր գնահատվեց այն ժամանակ դեռևս։ Այդ Բերլինյան նրա այդ փոքրիկ դրվագը մեր հերոստատիտողներին ներկայացրեք։ Ասեմ, որ Ստալինը հանձնարարել շտաբ վերցնել, արագորեն վերցնել Բերլինը, ինչի համար, որովհետև դաշնակի զորքերը արդեն արևմուտքից մոտենում են քաղաքին, իսկ քաղաքական առումով այդքան էլ լավ չէր լինի, եթե առաջինը դաշնակիցները քաղաք մտնեին եւ քանի որ շտաբ վերցնելու հանձնարարություն կար, ականազերծված չէին քաղաքի մուտքը, հրետակոծություն, ռմբակոծություններ չէին արվել համապատասխան ձևով։ Ժուկովը կանչում է մոտ խորհրդակցության ժամանակ, Ժուկովի համարզը դուրս է գալիս եւ կանչում է հավաքված միակ ամենացածր աստիճանի զինվորականին, գնդապետին, որը հետագայում մարշալ Բաբաջանյանն էր։ Հավաքված էին գեներալներ, գեներալին չի կանչում, կանչում է Բաբաջանյանին եւ ասում է. հարգելի Համազած Խաչատրովիչ, ինչպես է գտնում տանը տեղաշորում մեռնել է հարմար, թե ռազմադաշտում։ Բաբաջանյանը պատասխանում է, որ միանշանակ ռազմադաշտում, Ժուկով ասում է, դուք ազատ եք, ես ձեզ վստահում եմ, ձեր տանկային 11-րդ կորպուսին վստահում եմ քաղաք մտնելու առաջիններից մեկը Բերլին մտնելու պատիվը։ Բաբաջանյանը զոր ու գիշեր հասկանալի նախապատրաստում է
Բերլին մտնելուն։ Երբ նա կանչում է իր մոտ ենթականերին ու խնդրում է իրեն հասցնել գտնել բերել Բերլինի մետրոյի կայարանների քարտեզը, բոլորը զարմանում են եւ իրար շշնջում են։ Իսկ մետրոն ինչ կապ ունի պատերազմի հետ կամ քաղաքը գրավելու հետ։ Հետագայում իհարկե նրանք համոզում են, որ Բաբաջանյանը ինչպես ամենուր ստեղծագործաբար էր մոտենում տրված հանրությանը եւ նա իմանալով, որ տանկերը իզորու չեն մերձակա մարտերի, այսինքն քաղաքի մեջ փողոցներում մարտերի, մանավանդ որ փողոցներում բնական էր, որ յուրաքանչյուր պատուհանից, յուրաքանչյուր դռնից արկեր կնետեին, կոչացնեին եւ տանկերը եւ զինուժը, մարդուժը, նա հնարավոր առաջին իսկ կայարանից Բերլինի տանկերը մտցնում է մետրոյի կայարաններ եւ մետրոյի թունելներով դուրս է գալիս Ռայխստագը քաղաքի կենտրոնը, Ռայխստագի տանկերով մետրոյով է Բերլին մետրոյի գծերով տանկերը մտնում են, իհարկե ոչ բոլոր տանկերը, տանկերի մի մասը, բայց գերակշիռ մասը մետրոյի թունելներով հասնում է Ռայխստագի մատույցներին։ Եվ արդեն ապրիլի լույս 30-ի գիշերը մեր տանկերը, սովետական տանկերը հասնում են Ռայխստագին ու այն պահներ, երբ Հիտլերը իմանալով, որ սովետական զորք արդեն քաղաքում են ինքնասպանություն գործեց եւ արդեն սովետական զորքերը գրավեցին Ռայխստագը։ Պարոն փոխգնդապետ, փաստորեն երևի դուք ավելի ճիշտ կասեք, երևի տանկային զորքերի պատմության մեջ մետրոն տանկիստների կողմից առաջին անգամ է նման հնարամիտ կերպով օգտագործվել եւ համոզված եմ դրանից հետո հավանաբար մետրոյի կայարանները սկսեցին ավելի խորությամբ մեջ կառուցել։ Այս նորամուծությունից բացի խնդրում եմ ձեզ ներկայացնել մարտական արվեստի մեջ այդ տանկային զորքերի կամ տանկային արվեստի տեսանկյունից նկատի ունեմ դասագրքային կամ դասական ձևակերպում ստացած բաբաջանյանական ռեյդ, այդ ինչ է նշանակում։ Բաբաջանյանը մի քանի օպերացիայում աչքի ընկավ, այսինքն այդ ռեյդերը, այսինքն հակառակորդի թիկունք դուրս գալ եւ հակառակորդին ստիպել նահանջել այդ տրամաբանությունը Բաբաջանյանի մարտավարության մեջ կար եւ քանիցս օգտագործվել է, որը թերևս պատճառն այն է, որ Բաբաջանյանը սկսեց իր զինվորական ծառայությունը հրաձգային ստորաբաժանումներից, նա սկզբում խորհրդաֆինական պատերազմի ժամանակ գնդացրային գնդի հրամանատարի տեղակալ էր, ապա պատերազմի սկզբում դարձավ հրաձգային գնդի հրամանատար 395-րդ նշանավոր, որը դարձրեց գվարդիական, նշանավոր Ելնիայի հարձակման ժամանակ եւ թերևս հրաձգային զորամասերում գործունեության ընթացքում էր, որ Բաբաջանյանը փորձարկեց այդ ռեյդերը, որովհետեւ հրաձգային զորամասը Սմոլենսկի օպերացիայի ժամանակ Ելնիա քաղաքը գրավելու ընթացքում շատ հետաքրքիր հնարք կիրառեց գիշերվա ընթացքում զորամասը զինվորները փաստացի ոտքով 40 կիլոմետրանոց երթ կատարեցին եւ ձորակով մտան քաղաք, որը գերմանացիների համար բացարձակապես անակնկալ էր։ Գերմանացիների մտքով չէր անցնում, որ իրենք պետք է ոչ միայն առաջնագիծը պաշտպանեին, այլև պաշտպանեին 40 կիլոմետր խորության վրա գտնվող բնակավայրերը։ Գերմանացիները հապճեպորեն, քանի որ թիկունքը փակ էր, սկսեցին նահանջել։ Այս նորությունը, այս մարտավարական հնարքներն էր, որ Բաբաջանյանը բերեց զրահատանկային զորքեր եւ հասավ մեծ հաջողությունների, որտեղ խորհրդային կողմում առանձնապես չէր խրախուսվում, տանկերը ուղղակի օգնում էին հետևակին ճեղքել պաշտպանությունը եւ իրենք առաջինն էին գնում առաջ, բայց հետևակից առաջ, այլ ոչ հետևակային զորամասերից կտրված ինքնուրույն գործողություններ էին վարում եւ այլն, ինչպես եղավ
դեռ մեքենայացված բրիգադի հրամանատար, երրորդ մեքենայացված բրիգադի հրամանատար եղած ժամանակ 1943 թվականին, երբ որ Բաբաջանյանի զորամասերից մեկը բրիգադի զորամասերից մեկը հայտնվեց հակառակորդի թիկունքում եւ 3 օր երթեր էր կատարում, ընդ որում հակառակորդը պատկերացում չուներ, թե ինչ գործողություններ է կատարելու, որովհետեւ անսպասելի շրջվել, հանկարծակի հարվածել, թիկունքում լինելով հանդերձ, դա Բաբաջանյանի ձեռագիրն էր ու դրանով կարող ենք բնութագրել նաեւ այն նորարարությունը, որ նա բերեց դառնալով հետագայում 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատար, նա այդ նորարարությունը բերեց խորհրդային ռազմարվեստի մեջ եւ աչքի ընկավ, որովհետեւ խորհրդային բազմաթիվ զորահրամանատարներ, գեներալներ, գնդապետներ եւ այլն չէին համարձակվում ինքնուրույն այդպիսի քայլերի դիմել։ Այդ համարձակությունը, որը նաեւ նախաձեռնելու է նրան կամքը եւ գլխավորը այստեղ նույնիսկ ոչ թե նախաձեռնել, ոչ թե այդ համարձակությունն է, այլ կազմակերպելու ունակությունը, որովհետև հսկայական ռեյդեր էին իրականացվում հակառակորդի թիկունքում, որոնց համար տարական օրինակ վառելիքի մատակարարում էր պետք կազմակերպել։ Այսինքն տվյալ պարագայում մենք խոսում ենք ոչ թե նրա մարտավարական, ոչ այնքան մարտավարական ունակությունների մասին, որքան կազմակերպչական վառ ձիրքի, որը առանձնացնում էր նրան մյուս բոլոր խորհրդային հրամանատարների մեջ։ Երևի այդ ամենը հաշվի առնելով էլ պատերազմը հայրենական մեծ պատերազմը ավարտվեց գնդապետ էր զինվորական կոչումով գեներալ մայոր Պատերազմի վերջում ստացավ գեներալ հուլիս մայորի ամսին կարծեմ 45-ի հուլիսին գեներալ մայոր եւ դրանից հետո շատ թե կոչումի շուրջ 30 տարի գեներալական պատասխանատու պաշտոնների առումով շատ արագ աճ ունեցավ Բաբաջանյանը պատերազմի ժամանակվա ունեցած նրա այդ հետողականությունը եւ նորամուծությունները համոզված են որ հաշվի են առնվել եւ որովհետեւ Բաբաջանյանը շատ մեծ ջանքեր էր գործադրում խորհրդային բարձրագույն ակադեմիական ռազմակրթական համակարգում այդ իր նորարարությունները մտցնելու որովհետև զրատանկային զորքերը համարվում էին որքան էլ գլխավոր հարվածային ուժը, այնուամենայնիվ որքան էլ գլխավոր ճեղքող ուժը, այսպես ասենք, այնուամենայնիվ համարվում էին մի տեսակ համազորային զորամասերին, զորամիավորումներին ստորադասված վիճակում։ Եվ նրա շնորհիվ էր, որ զրատանկային զորքերը ստացան ինքնուրույն գործելու, ինքնուրույն գործողություններ իրականացնելու հնարավորություն, որտեղ նրա գլխավոր փաստարկը այն էր, որ տանկերը ունեն մեծ զրահային պաշտպանվածություն եւ երկրորդ արագություն։ Բնականաբար կարող են մոտորաձգային ստորաբաժանումներից առաջ անցնել հակառակորդին ստեղծելով շրջապատման սպառնալիք, ստիպել ամրացված շրջաններից նահանջել։ Պարոն Աբրամյան, Բաբաջանյանին ներկայացրեցինք որպես զինվորականի, սակայն նա միաժամանակ նաև հայրենասեր էր, իր հայրենիքի մասնավորապես կամ հատկապես իր ծննդավայրի հետ շատ սերտ կապված, բազմից այցելում էր եւ պատմում են, որ նրա համագյուղացիները միշտ էլ առանձնակի սիրով եւ ոգևորությամբ էին հիշում իրենց անվանի հայրենակցին եւ անգամ գյուղում, Չարդախլու գյուղում ամեն սեղաննստելուց Մարշալ Բաղրամյանը իր պարտներ համարում առաջնորդին բաժակը բարձրացնել հենց Բաբաջանյանի համար։ Միայն Բաղրամյանը չէ որ առաջինը Բաբաջանյանի կենացներ խմում, այլ նաև Ժուկովն էր շատ հարգում նրան, շատ լավ ընդունում ու Ժուկովի հուշերի գրքում խորհրդատվություններ եւ մտորումներ գրքում գրում է որ Բաբաջանյանի մասին որ նա քաջարի շատ լավ զինվորական է ու պատահական չէ երբ Ժուկովին մինչև Չարդախու գալը դա ասեմ Ժուկովին 1957 թվականին ինչ որ ասեկոսների հետևանքով բամփասանքների հեռացնում են պաշտպանության նախարարի պաշտոնից, խորհրդային միության պաշտպանության նախարարի պաշտոնից, կոլեգիայի ընդմիջմանը, պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդմիջմանը Ժուկովն հասկանալի է այդ մարդու քարակի խորհրդային միության քարակի հերոս եւ հանկարծ պաշտոնազուրկ են անում, իսկ սովորաբար պաշտոնազուրկ արված մարդկանցից
ինչպես մագները կատուներից փախչում են խորներա, բոլորը տեղներում նստած կամ ոչ մեկը չի մոտենում, Ժուկովը մտախոք հայլում է նախարարության ծառուղիով եւ միակ մարդը, որ մոտենում է նրան ու թևանցուկ է անում, հենց հատուկ ցուցադրաբար թևանցուկ է անում ու քայլում է, դա Բաբաջանյանն է լինում։ Ժուկովը ասում է Համազատ Խաչատրովիչ, դուք ինձանից հեռու մնացեք, դրանք ձեզ էլ կվնասեն, դրանք ասելով նկատի ունի կոլեգիայի անդամներին։ Բաբաջանյանը իսկական Ղարաբաղցի տղամարդու, հայ տղամարդու իսկական կեցվածքով ասում է Գեորգի Կոստանտինովիչ, դուք իմ մարտական ընկերն եք, եղել կաք եւ կլինեք մինչեւ կյանքիս վերջը։ Ես ձեր ընկերն եմ։ Իհարկե հետագայում նա Բաբաջանյանը դրա համար տուժեց ինչ որ իմաստներով, այսօրվա հաղորդման թեման չի դա, չենք ասի, բայց նա կանգնեց մինչև վերջ, իսկ ինչ վերաբերում է իր գյուղացիներին եւ հայերին, նկատմամբ սովորաբար զինվորականները ավելի զուսպ են, չեն ցույց տալիս, որ ասենք իր հայրենակիցն է։ Ես տարիներ առաջ հանդիպեցի եւ հարցազրույց վերցեցի Խորեն Ղազարյանի հետ, որը Հադրութի Տոմ գյուղից էր եւ Գերմանիայում ծառայել էր այն զորամիավորումում, որը ղեկավարում էր Բաբաջանյանն, նա պատմում էր, որ ցուցադրաբար գալիս էր, մոտենում էր, բարևում էր հայերենով, թե ոնց եք տղաներ, ու իր ենթակային ասաց, որ մերոնցից են, եթե հանկարծ սխալ որևէ բան կանեն, ինձ ասեք։ Իհարկե նա պատմում էր, որ մենք հատուկ ուզում էինք լավ ծառայել, ամեն ինչ անում ենք, որպեսզի հանկարծ որևէ մեկը չասի, որ հայերը սխալվել են։ Ինչ վերաբերում է իրենց գյուղացիները բոլորն էլ լավ էին ընդունում իրենց հայրենակից երկու մարշալներին, այնտեղ թանգարան ստեղծեցին, արձաններ ներդրված եւ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի։ 1978 թվականին ես անգերց ասած ուշ իմացա այս հաղորդման մասին, թե չէ կբերեի քսերոքսը այդ գրքի 78 թվականին հրատարակված Ադրբեջանի հանրագիտարանում հանրագիտարանի երկրորդ հատորում երկու էջ միայն տրված է Համազած Բաբաջանյանին, կարող եմ ես թարգմանությունը այստեղ ներկայացնել։ Բայց այդ երևույթները երկու էջներ խորհրդային տարիներին ներկայացրել են, հպարտացել են, բայց հետագայում ամենևին չվարանեցին, որպեսզի մարշալների գյուղավեր են։ Ադրբեջանական ժողովրդի հերոս զավակ Համազած Բաբաջանյանը եւ այլը ու նրա հերոսությունների մասին է նշվում, բայց հետո նրանք ավերեցին վայրենի կերպով նրանց թանգարանները եւ Բաբաջանյանի եւ Բաղրամյանի, ինչպես նաեւ արձանները հանեցին։ Պարոն Փոխգնդապետ, վերջին շրջանում բոլորս մեր հանրապետության բնակիչները ահել ու ջահել իրավի հիացանք եւ հպարտացանք տանկային բիաթլոնում մեր երիտասարդ տանկիստների տարած հաղթանակով այդ ֆոնի վրա, այդ հիացմունքային ֆոնի վրա մեր ներկայումս մեր զինված ուժերի տանկիստների սկսած շարքային կազմից մինչև սպայական կազմը մեր գլխավոր մարշալ Բաբաջանյանի կերպարը դուք արդեն ներկայացրեցիք նորամուծությունները մարտարվեստում, կազմակերպչական առումով եւ այլն դրա արժևորումը իմ կարծիքով շատ կարեւոր նշանակություն ունի։ Այո, եւ բնավ պատահական չէր տանկային բիաթլոնում այդ զբաղեցրած երկրորդ տեղը, որը պատվավոր տեղ էր, եթե նկատի ունենանք, որ մեր երիտասարդները կարողացան առաջ անցնել օրինակ Չինաստանից, Ղազախստանից եւ այլն, եւ այս առումով պետք է ասել, որ Համազած Բաբաջանյանի կերպարը
մի շարք այլ տանկիստների գործունեություններ հիմք ծառայել, որպեսզի այդ հաղթանակը կերտվեր, այդ հաջողությունը կերտվեր, որովհետև կար արդեն ավանդույթը, կար ավանդութային ուժը, եւ բնականաբար դա պատահականորեն տեղի չունեցավ ու այդպիսի բաները պատահականորեն տեղի չեն ունենում օրինաչափություն է եւ այդ հաղթանակը ձեռք բերվեց մի կողմից վարպետության հմտությունների կարողությունների շնորհիվ, սակայն մյուս կողմից անշուշտ բարոյա հոգեբանական, որովհետև ոչ մի զինվորական ծառայության, զինվորական գործունեության ոչ մի բնագավառում առանց բարոյա հոգեբանականի, առանց այդ ավանդութային պաշարի անհնար է որևէ գործունեություն ծավալել, որևէ հաջողությունների հասնել, որին եւ մենք ականատես եղանք, գործնականորեն ցույց տրվեց, որ մեր անցած փորձը ճիշտ է, զրահատակային զորքերը համեմատաբար երիտասարդ զորատեսակ են, սակայն արդեն վաղուց կայացած եւ բնականաբար այդ կայացումը չէր կարող լինել պատահականորեն։ Հետագա պատերազմներում համոզված եք, որ իրենց վճռական խոսքը պիտի ասեն։ Բնականաբար կասեն, որովհետեւ կա այն հիմքը եւ դրան գումարվեց նաեւ Արցախյան գոյամարտում մեր զինվորականների գործունեությունը, որովհետեւ ամեն ոք, ով որ անցնում է Շուշիի ճանապարհով, անպայման մի գլուխ է խոնարհում այն տանկի կողքը մոտ հուշարձանի մոտ, որը առաջինն էր մտել Շուշի, ցույց տալով մեր հաղթական մյուս գագաթներից մեկը Շուշիի գրավումը։ Եզրափակելով հաղորդումը կցանկանայի ընթերցել Բաբաջանյանի հետևյալ խոսքը. Երբ մի հետադարձ հայացք եմ ձգում իմ անցած մանկության օրերին, աչքիս առաջ առնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում եւ նրա կարոտը հաճախակի է ձգում ինձ դեպի իմ օրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ։ Նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել։ Բոլորս հարգելի սիրելի հայրենակիցներ, բոլորս լիահույս ենք եւ հավատում ենք, որ անպայման կգա այն օրը, երբ թշնամու ժամանակավոր գերությունից հայ զինվորը կկարողանա ազատագրել մեր մարշալների հերոսական գյուղը Չարդախլուն։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդին հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազազ Բաբաջանյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։